Սիրի բարեկամներ, Երկիր մեծա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է եւ այս հաղորդումը հավակնում է լինելու 2022 թվականի թերևս լավագույն հաղորդումներից մեկը, որովհետեւ մենք հյուրընկալվել ենք ոչ պատահական վայրում, մեր շատ սիրելի Ուստուփի արծիվ հանգստյան վայրում, որ գտնվում է Արարատի մարզում, Երևանից ընդամենը 15 կիլոմետր հեռավորության վրա եւ մենք հյուրընկալվել ենք մի ոչ պատահական մարդու։ Մի մարդու, որ էության որսորդ է, լավ հայ մարդ, պարզ շինական մարդ, եւ մենք մի պարզ ուտեստ կպատրաստենք այն ամենից, ինչ որ լինում է մի պարզ շինականի մոտ, բայց քանի որ պարզ շինական չէ, այլ նաեւ որսորդ է, մենք կպատրաստենք մի ուտեստ, որը որսորդական է։ Ես կուզեի սիրով ձեզ ներկայացնել Պետրոս Սարգիսի Ռշտունյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ուրախ ենք, բարև եք եկել։ Ինչու եմ ներկայացնում որպես Պետրոս Սարգիսի Ռշտունյան, որովհետև իրեն որսորդական շրջանակներում գիտեն եւ մեծարում են որպես Պետրոս Մեծի այսպես ժառանգորդ, որը շատ սիրում էր որսորդությունը, եւ քանի որ Պետրոս Մեծը հայտնի Պյոտր առաջինն է, իրան էլ ասում են Պյոտր Սերգեյչ, հա, ռուսական մաներայով, եւ քանի որ մենք որպեսզի աշխարհաքաղաքական, այսպես ասած, հավասարակշռությունը կամ բալանսը պահենք, Պյոտր Սերգեյչի հետ կպատրաստենք ոչ թե ռուսական ուտեստ, այլ ամերիկյան ուտեստ, թերևս այս արարատյան մոտիվներով, հա։ Բադի մսով։ Բադի մսով։ Որսորդները գիտեք ինչ հատկություն է, ո՞րն է այդ հատկությունը։ Շատ խոսամ մեծ ներկայացնել, բայց վերջում աշխատանքը տալ հասարակ ռամիկ ժողովրդին, հա։ Հիմա մենք կմասնատենք մեր բադի կրծքամիսը։ Քանի տարվա որսորդ եք։ 25։ Ինչպես ստեղծվեց Սեզար սալաթը, հա, Միացյալ Նահանգներում։ Երբ որ եկան եւ ուտելու բան չկար, իսկ ցանկացած իտալական ռեստորանում միշտ կա սալատ, սալատ կոչվածը դա հազարն է, որ կոչվում է Ռոմանո, դա գիտեք, հիմա շատ ընդունված է այսպես այդ հազարը իր տերևներով։ Այնտեղ կա հաց, մենք օգտագործենք իհարկե լավաշ, այստեղ մենք օգտագործենք դանդուր, եւ բոլոր տեղերը կար հավի միս, մենք օգտագործենք բադի միս, եւ բնականաբար բոլոր իտալական ռեստորանում կար ձիթապտղի ձեթ, բուսայուղ, մենք նույնպես կօգտագործենք եւ կստանանք արդեն Պյոտր Սերգեյչի սիրած սալաթը, հա, աղցանը։ Աղցան, այո։ Ճիշտ եմ ասում։ Եվ անունը կդնենք Պյոտրի սալատ կամ Պյոտր Սերգեյչի սալատ, կարա լինի։ Մեր դանդուրը կարա մրցի իտալական սալաթի հետ։ 100%։ 100%։ Դե որսոր դա բան 100% պակաս չի կարա լինի։ Հա, հիմա ինչ անենք, սան աղ պղպեղ համեմենք։ Անպայման։ Հիմա դուք ձեր ձերքի, այսպես ասած, ուժը գիտեք, դուք համեմեք, թե ես համեմ։ Չէ, դուք համեք, որտեղ որսորդները միշտ սիրում են նայել։ Բայց եթե Զակում։ Այո, օրենք է։ Պարոն Ռշտունյան, ձեր ազգանվան մեջ այսպես ազնվական մասը կա, ինչպես իտալացիներն են, այսպես Կանտինի, չէ, Մոնտանա եւ այլն, ձեր դեպքում Չելենտանո եւ այլն, ձեր դեպքում Ռշտունյանը Ռշտունից է գալիս։ Ռշտունի, մեկ։ Այսինքն դուք ազնվական գերդաստանից եք գալիս։ Այո, անպայման։ Սիրիայի որ նահանգից եք եկել։ Ղամիշլի։ Օ, ես 2010-ին եղել եմ Ղամիշլի, Հեսակե, Դերզոր, Հալեբ, Փայլուն տեղ է Ղամիշլին։ Հայաստանից ուղիղ գծով հեռու է մոտ 250 կիլոմետր։ Ճիշտ եմ ասում, ինչե Մեղրի։ Հիմա մենք սկզբից աղն ենք անում, հետո քաղցր պղպեղ, Կծուն։ այո, կծուն էլ հետագայում։ Հա, կարող ենք նույնիսկ ափսե մեջ տեղափոխել, որպեսզի լավ շաղախենք։ Իմ հետևը բավական հետաքրքիր վառարան է, եւ Պյոտր Սերգեյչը սիրում է աշխատացնել, բայց չի սիրում աշխատել։ Գոնե փետը դուք գցեք։ Գցածա։ Գցածը ավելացրեք, որովհետեւ կրակը պետքա թեժ լինի, որ միանգամից այսպես լավ տապակեն։ Որսորդները բոլորը այս հատկությունը ունեն։ Շատ խոսում են, քիչ աշխատում են, հետո էլ ասում են մենք ենք արել, հա։
Մի հատ հայտնի ֆիլմ կա, հիշում եք, խոհարարները գնում են մրցույթի։ Հիշում եք։ 1977 թիվ, սրանց 45 տարի առաջ ես նոր էի ծնվել, դուք արդեն տեսած կլնեք այդ ֆիլմը մեծ էկրաններին, ես հետո հեռուստատեսությամբ եմ տեսել։ Ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանն էր, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը, գլխավոր դերերում Արմեն Ջիգարխանյան, մայստրոն Երվանդ Մանարյան, չէ՞։ Երրորդ կերպարին չեմ հիշում։ Հիմա դուք եթե դերերը բաշխելուն եք, որը կնեք, մայստրոն կնեք, թե Արմեն Ջիգարխանի կերպարը։ Մայստրոն։ Այո, մենք գործ ունենք մայստրո Պյոտր Սերգեյիչի հետ, նույնն է թե Պետրոս Սարգիսի Ռշտունյան։ Հայ ժողովուրդը բազում Պետրոսներ է ունեցել, բայց ձեր նման խոհարար Պետրոս չի ունեցել։ Եվ ձեր նման որսորդներ չի ունեցել։ Հիմա ինչ անենք, տապակենք, հա՞ Հա, յուղը չլցնենք։ Այո, յուղն ենք լցնում։ Մեր դեպքում կարակ, մի քիչ ձետ, որպեսզի շատ ինքը չվարվի։ Սկզբից կարակը վրան փոքր ձետ, կարող ենք մոտ կեսը, այո։ Ձեր կողմը մոտ են վանեցիներին։ Ուզում եմ 1/3-ը լցնել, սիրելի հեռուստադիտող, հազիվ համոզեցի, որ կեսը լցնի։ Ձեթը կարող են կեսը լցնել, այս դեպքում նույնպես։ Փայլուն։ Հիմա մեր օպերատորական խցիկը ցույց կտա ինչպես ենք մենք տապակում հայտնի, այսուհետ հայտնի Պյոտրի Սալաթի վադի կրծքամիսը։ Հիմա տեսնում եք ինչ արագ է կեղևապատում, որովհետև շատ ճիշտ ջերմաստիճան է։ Եվ ընդամենը մի 3-4 րոպե եւ ինքը արդեն պատրաստ կլինի։ Այո։ Ասեմ իդեպ, որ այս հետաքրքիր թավան, որ շատ է օգտագործվել հայկական խոհանոցում եւ մասնավորապես Արցախյան, նաեւ սաջ է կոչվում։ Ինքը նաև շատ, եթե նկատեք, ինքը նման է վահանին, եւ իդեպ ռազմիկները, զինվորականները իրենք կռվի ժամանակ օգտագործում են որպես պաշտպանական միջոց վահանը, իսկ այնուհետ այս նմանատիպ դեպքերում մի քիչ շուռ են տալիս, վրան հաց են թխում, կամ էլ նմանատիպ դեպքերում կարող են ստանալ նմանատիպ տապակած մսեղեն, հա։ Այո։ Մեկ հատ էլ որ պտտենք, ինքը գրեթե պատրաստ կլինի։ Սիրելի հեռուստադիտող, մենք պատրաստեցինք ամենակարևոր թերևս բաղադրիչը, վադի կրծքամիսը։ Հիմա մենք կհամեմենք մեր լավաշները, որպեսզի սիրուն ձևավորենք։ Մեր ձեռքի տակ ունենք պարոն Պետրոսի կողմից հավաքված, այստեղ հավաքված դանդուրը, որը մենք հիմա կմասնատենք։
Եվ նրանք օգտագործենք երկու անգամ, հա, մեկ անգամ կօգտագործենք այս Պյոտր Սերգեյիչի սալաթի մեջ, մեկ անգամ եք օգտագործենք երևի արդեն ձվածեղի մեջ։ Այս կոթունները մեզ պետք չի հաստ, այսքանը մենք հիմա կտեղափոխենք, խաշենք։ Հիմա մենք բերեցինք մեր արդեն իսկ խաշված դանդուրը և գրեթե մոտիկ ենք, որ կարող ենք սալատը պատրաստել։ Անպայման։ Հիմա ինչ անենք, մի մասն էլ օգտագործենք, որպեսզի միանգամից տնական հավի ձվով ձվածեղ սարքենք դանդուրով, հա։ Անպայման։ Այսինքն սա կլինի իսկապես շատ լավ ընթրիք։ Կարող է լինել նաև շատ լավ նախաճաշ, բայց այս դեպքում կլինի շատ լավ ընթրիք, որովհետև մեր մոտ օրը մթնում է, չէ։ Այո։ Որսորդներն էլ ամբողջ օրը հոգնած գործ արեցին, հետո արդեն եկան և պատրաստում են ընթրիքի։ Հիմա ինչ անենք, մի փոքր մասնատենք մեր, ահա այսպես շատ արագ, ամենը մասնատենք, սիրուն ձևավորենք, սալատը կստանանք շուտով։ Որսորդները սիրում են խոսել, բայց չէ սիրում աշխատել, հա, ոնց հասկան։ Որսից հետո ուտել է սիրում։ Այո։ Իմիջիալը տեսի որս բադեր, հա։ Որսած բարդեր, պարզվում է։ Հենց այնպես աճեցած, հա, արու բադեր պարզվում, այո, այո։ Փայլուն։ Որսորդների գործունեության հետևանքները մենք ահա այսպես, քանի որ մեր լուսային ռեժիմը կամաց, ինչպես Համո Սահյանն էր ասում, օրը մթնում է, հա, և մեր տխրությունը կամաց փոխվում է լացի, մենք այսպես ձևավորենք։ Ժամերն իսկական լյոտի ժամանակն է, Խաչյան, բավոց։ Փայլուն։ Ստագրասեսված բադերը ֆռում են։ Բադերը պտտվում են, ֆռում են, ինչպես ժամանակի գեղեցիկ աղջիկները պտտվում են Պյոտր Սերգեյիչի կողքերքով։ Պյոտր Սերգեյիչը մտքում ասում է հիմա էլ են պտտվում, որովհետև գիտեն, որ Արմավիրի մարզից մեր ընկերները մեզ ուղարկել են մի շատ լավ սպիտակ գինի և պատշաճ է, որ մենք սպիտակ գինով խմենք, հա։ Անպայման։ 57 թվականին ծնված էիք, չէ։ Հա։ 54-ին ծնվել է։ 57 թվականին եղավ ԽՍՀ ԽՄԿԿ 20-րդ համագումարը, որտեղ դատապարտվեց անձի պաշտամունքը կամ ռուսերեն չեն ասում կուլտ լիչնստի։ Դա։ Հիմա մենք էլ, եթե չխմենք այդ կուլտ գինիները, մեզ կդատապարտեն, չէ։ 2021 թվականի խաղողի բերքից է, ինչպես որ ֆիլմերում եմ ասում, Արաքսի ձախապից, հա։ Ճիշտ եմ ասում։ Ճիշտ է։ Բայց ոնց են որոշում, աջ թե ձախ։ Ոնց էլ ըթում ես աջ ու ձախա։ Այդ տեսնում եք որսորդները ոնց են, հոսանքից են ջոքում, միշտ մենք ձախակողմյան ենք։ Ձախ լինելու հետ կապված մեր Պյոտր Սերգեյիչի հիշողությունները այլ տեղ են տանում, չէ։ Բադի ձախ թևը լավ կդրինք, չէ։ Այո, բադի ձախ թևը լավ կդրեցինք։ Իրան հիմա ինչ անենք, մի փոքր շաղախենք իր յուղով, ահա այսպես։ Սխտոր գցեցինք, ասում է շեֆ խոհարարը, մի փոքր ահա այսպես ամփոփեցինք ձիթա յուղով։
Երկիր մեդիա հեռուստաընկերության սիրելի հեռուստադիտող, չնայած այս ուշ իրիկնաժամին մեր տրամադրությունը նոր է բացվում եւ դրան օգնում է երկու հանգամանք։ Առաջին, այն որ մենք հեռարձակվում ենք Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերով եւ որին հետեւելու համար ցանկալի կլինի որ դուք բաժանորդագրվեք Facebook-յան եւ YouTube-յան էջերին Երկիր մեդիա հեռուստաընկերության եւ երկրորդ մենք գտնվում ենք հրաշալի վայրում եւ հյուրընկալվել ենք հրաշալի մարդու Պետրոս Սարգիսի Ռշտունյանին կամ ինչպես ինքն է ասում ոսորների մեջ Պյոտր Սերգեյիչին եւ հիմա մեկ անգամ խմել ենք արդեն կուլտ գինիները հիմա արդեն փորձենք ինչպես որ այո մեր ձեռքի տակ ունեցած այսպես բաղադրիչներից մենք պատրաստեցինք Պյոտր Սերգեյիչի Սոնաբադը իր աղցանով ահա հիմա փորձի ես նույնպես հիշեցնեմ որ նրա բաղադրության մեջ էր մտնում դանդուրը բադի միսը մեր խրխրթան լավաշը ինչպես նաև պղպեղ լոլիկ տարբեր համեմունքներ եւ սխտոր սա փորձենք Փայլուն, հրաշալի ասեմ որ իրար շատ լավ լրացնում են եւ շատ լավ երեկոյան ընթրիք է ինքը եւ սիրելի հեռուստադիտող իր ավարտին է մոտենում հերթական անգամ Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարի հերթական հաղորդումը որ վարեցիք մի հետաքրքիր անձնավորության հետ մարդ որը պաշտամունքային այսպես աղցան պատրաստեց հիմա բաժակ բարձրացնենք խմենք այդ պաշտամունքային կուլտ գինով եւ մեր ողջույններն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր շատ սիրելի հայ ժողովրդին ի Հայաստան, ի Արցախ, ի Ջավախ եւ ի Սփյուռս աշխարհի խաղաղություն այո իսկ մենք կրկին անգամ կհանդիպենք մեկ շաբաթ անց ամենաազգային Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում ամենահետաքրքիր խոհանոցային բաղադրատոմսերով ամենահետաքրքիր հյուրերի հետ որպեսզի այսօր մեր շատ սիրելի, մեր շատ հարգված Պետրոս Ռշտունյանն էր շատ հաճել էր ձեր հետ հասկացնել այս երեկոն պարոն Խաչիկյան տաստված շարունակի տարբեր հաջորդ նորից հանդիպենք